Գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես հարկ եմ համարում նորից խոսել ռադիկալացման մասին, որովհետև ես կարծում եմ դա շատ կարևոր է եւ դա շատ կարևոր է մեր հանրության համար։ Նախ ես ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից, որ իրանք ըստ երևույթին արդեն 10 օր, 10 օրից կեսը լսում են խոսակցություններ մարդկանց մասին, բայց ուզում եմ նաեւ բացատրել ինչի է այդպես, որովհետև մենք քննարկում ենք մարդկանց, այսինքն մենք ընտրում ենք տեխնացուների, սկզբից ինձ, հետո Պարոն Կոնջյանին, Ալեքսանյանին, Վարդևանյանին, հետո հանձնաժողովի նախագահին, այսինքն ի բնե ես քննարկումը մարդկանց մասին է, բայց սիրելի ժողովուրդ, զինվեք համբերությամբ քիչ մնաց։ Նաև պետք է համաձայնեմ պարոն Կարապետյանն էր կարծեմ իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ մեր քաղաքական ուժերի մեջ մեծ անջրպետը մի քիչ բարդ է փոխհարաբերվել այս դահլիճում, միանշանակ այդպես է։ Բայց ես ուզում եմ խոսել նրա մասին, թե ինչպես է էլի ընդհանրապես ատելության խոսքը ինքը տարածվում ու ռադիկալիզացիան ոնց է սենց պրոգրես ապրում։ Տեսեք, հարգելի գործընկերներ, մեր լրագրողները սիրելի, անշլագ է, այս մեր օթյակներում այսօր անշլագ է, գիտեք ինչի է անշլագ, գիտեք ինչ են բոլոր լրագրողները եկել հատուկ կանգնել կամերաներով, բաներով, որովհետև սիրելի բարեկամներ, նրանք սպասում են երբ է ծեծկրտուկը սկսելու, երբ է մարդա մեկը դառնալու բոքսի տանձիկ, որ իրանք էլ ահասարսուր վերնագրերով գրեն ազգային ժողովում նորից ծեծկրտուկ է, նորից վիրավորում են իրար։ Ասեմ ավելին, այս սկզբի մի քանի օրը, երբ որ լրիվ հանգիստ իրավիճակ էր, նայում եմ մի քանի սիրելի լրատվամիջոց կա, ասենք երկու հոգի իրար հետ հանգիստ խոսում են, գրած է սկանդալ ազգային ժողովում։ Ասենք Վարդևանյանի հետ ժպիտով խոսում են, գրել է Վարդևանյանն ու Ռուբինյանը վիճեցին ազգային ժողովի ամբիոնում, բան։ Ընդ որում, բայց ուշադրություն դարձնեք, այդ նույն լրատվամիջոցները կրկնակի բան են անում։ Նայեք, համ գրում են այս ազգային ժողովը բազարի տեղ է, այսինքն դրանք ինչ են անում, սա որ իրար հայոյում են, բայց միևնույն ժամանակ, օրինակ հերիքա, մի անգամ ընդդիմադիր խմբակցության, ասենք ղեկավարը, ասի հա, սրիկա ասելը սխալ էր, կասեն ոնց թե։ Այս դուք fake ընդդիմություն եք, այս դուք բան չեք, կամքից զուրկ եք, ընդ որում դա կասեն համ լրագրողները, այն նույն լրագրողները, որ սպասում են միացտեղ բան լինի, բազար լինի ու ծեծու ջարդ։ Դա ասում են նաև այն մարգինալ քաղաքական ուժերը, որոնք չեն անցել ազգային ժողով։ Այդ թվում ասում եմ, այս դահլիճում ներկա մարգինալ որոշ քաղաքական ուժ։ Եվ հարգելի գործընկերներ, ընդ որում ես հետևել եմ երեկվա իրադարձությունը։ Ես անկեղծ շատ եմ գնահատում, որ երեք պարոն Կարապետյանը ասաց, այո, ես կարծում եմ, որ պարոն Ղազարյանի արտահայտությունը դուրս էր բարեվարկության կանոնից։ Եվ գնահատում եմ, որ ասաց, լավ, ֆրակցիայի նիստ կանենք, կհայտնենք մեր որոշման մասին։ Բայց դրանից հետո ես հետևել եմ լրագրողների, այդ մարգինալ քաղաքական ուժերի արձագանքներին, որ ասում են, ոնց դուք ուզում եք բարեկրթության մեջ մնաք, ոնց կարելի է ասել, չէ, լավ է արել։ Այսօր տեսան որ Facebook-յան էջում, որ եկեղեցիներ բանի մուրնի բյուրականի եկեղեցու հոգևոր հայրը դրել է պարոն Ղազարյանի նկարը որպես հերոս, ասել է շնորհակալ եմ պարոն Ղազարյան։ Աբսուրդ, լիակատար աբսուրդ։ Բայց հարգելի գործընկերներ, ես իհարկե հասկանում եմ, ասում եմ բոլոր քաղաքական ուժերը ունեն ընտրողներ, որոնք նաև ըստ լրություն հարգելի գործընկերներ։ Պարոն Ալեքսան, խնդրում եմ վարեք նիստը։ Հարգելի գործընկերներ, բոլոր քաղաքական ուժերներ ունեն իրանց ընտրողների ցանկությունները եւ բնականաբար մեր ժողովրդի տարբեր հատվածներ չեն սիրում տարբեր քաղաքական ուժերի։ Այդ թվում քարոզարշավի ժամանակ էլ գագաթնակետին է դա հասնում, նորմալ է դա։ Բայց ներողություն խնդրելը վիրավորանքի համար ամենևին թուլություն չի, հարգելի գործընկերներ, բացարձակ թուլություն չի։ Հակառակը դա գիտակցում է, որ մեր ժողովրդի ռադիկալիզացիայի, նկատի ունեմ միմյանց հանդեպ ռադիկալիզացիայի շղթան պետքա կոտրել, այդ շղթան պետքա կոտրել։ Պարոն Վարդևանյանը ամենևին իմ երազանքների ազգային ժողովի փոխնախագահ չի։ Իմ երազանքների ազգային ժողովի փոխնախագահները Ալեքսանյանն ու Կոնջորյանն են։ Մեկ էլ ես անցած գումարման ժամանակ։ Բայց ես ընտրել եմ Վարդևանյանին, որտեղ ես հասկանում եմ, որ նույնիսկ եթե ինքը իմ երազանքների ազգային ժողովի փոխնախագահը չի, այդ տեղը տրված անդիմությանը ես չեմ ուզում զրոյական խաղ լինի սա։ Նույն կերպ ձեր հանձնաժողովի նախագահի տեխնացուներին ես ուզում եմ ուղիղ ասել, մենք չունենք որոշում, որ ավտոմատ չենք ընտրելու, մենք լսելու ենք եւ ըստ մեր տպավորությունների կկայացնենք որոշում։ Հիմա նույն ձև, ճիշտ անհամեմատելի բաներ եմ ասում, այստեղ մենք ընդհանրապես արժեփոխ նախագահ ենք ընտրել, դուք մեզ վիրավորել եք։
որևէ թուլություն չկա ասելու մեջ, Ժորժ ջան, կներեք։ Վերջ, այդքան բան, դա ձեզ չի դարձնում, չգիտեմ, կեղծ ընդդիմություն, դա ձեզ չի դարձնում բան, կամքից զուր քաղաքական ուժ, հակառակը դա ցույց է տալիս ձեր կամքը, որը ընդ որում եթե կա մի կամքի արտահայտում, որը մենք կարող ենք կիսել, դա ռադիկալիզացիայի շղթան կոտրելն է։ Մենք դի մարդկանց ցույց տանք, որ նորմալ չի իրար ատելը։ Պարոն Վարդևյանը խոսում է ատելությունից։ Պարոն Վարդևյան, իրականում եթե կա մարդ ում ամենահեշտն է այստեղ ատել, դա այն սուբյեկտն է, որ այնտեղ նստած է։ Ինքը ասում եմ անձամբ ինձ, գիտեք ինչքան է վիրավորել այս տարիների ընթացքում։ Ինձ, իմ ընտանիքի անդամներին, իմ ծնողներին, իմ կնոջը, գիտեք ինչքան է վիրավորել։ Բայց կրկին ես գիտակցում եմ, որ սա իմ ու իր մասին չի, չէ՞։ Հա կարող է մի 10 տարի առաջ ես պաշտոնյա չլինեի, ավելի հակված լինեի այլ կերպ վարվել, բայց ես հասկանում եմ, որ լավ, դա իմ մասին չի, մենք պետքա սա քուչա չի, սա բազար չի, սա պատերազմ չի, ինքը ամեն դեպքում հայ է, գուցե դաստիարակության պակաս ունեցող հայ է, բայց ինքը հայ է, ես չեմ ուզում իրան ատեմ։ Ձեզ էլ բացարձակ չեմ ատում, ձեզնից ոչ մեկին ես չեմ ատում, մենք ձեզ չենք ատում։ Բայց մի արեք այդպես, որ այս ամեն ինչը դառնա զրոյական խաղ։ Մենք ընդամենը ձեզ ցույց տվեցինք այս վերջին մի քանի ելույթներով։ Թե ինչպեսի տհաճ բան է, երբ որ մեկին անվանում են սրիկա։ Եթե դու դա գիտակցում եք եւ այս տրամաբանությունը կիսում եք, խնդրում եմ անդրադարձեք եւ եկեք փակենք այս թեման։ Որոշումը ձերն է։ Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, հարգելի գործընկերներ, դե եկեք խոսենք թվերով։ 2018 թվականին մենք եկել ենք իշխանության եւ տարեկան միջինը ապահովել ենք, եթե չեմ սխալվում, 7.5% տնտեսական աճ, 7.5%։ 300,000 հավելյալ աշխատատեղ ենք ստեղծել այս ընթացքում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը, երբ որ քարոզարշավի ժամանակ ասում էր մենք ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ, մենք այդ 300,000 աշխատատեղը արդեն ստեղծել ենք։ Ընդ որում Ուժեղ Հայաստանը, որի անդամների մի մասը նախկորդ իշխանության ներկայացուցիչներ են, ունեցել են այդ հնարավորությունը ստեղծել 300,000 աշխատատեղ, բայց չեն ստեղծել։ Մենք ստեղծել ենք։ Եվ սա փաստ է։ Եվ ես կարծում եմ, որ եկել է ժամը, ընդ որում այս ամեն ինչը տեղի է ունեցել չընդհատվող կրիզիսների ժամանակ, կովիդ, պատերազմ, ներքաղաքական լարվածություն, էլի ռազմական բախումներ եւ այսպես շարունակ։ Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա, որ եկել է խաղաղ վիճակում ապրելու եւ տնտեսական բարգավաճման ժամանակը։ Մենք չափից երկար ենք արնահոսել, մտահոգվել, եղել հակամարտության մեջ, եկել է ապրելու ժամանակը։ Իհարկե կան ուժեր, որ ուրախ չեն, ասում են ովքեր են հայերը, որ նորմալ ապրեն ընդհանրապես, հանգիստ ապրեն։ Չէ, իրանք պետք է լինեն, ասենք, սեփ եւ պետք է տառապեն եւ արնահոսեն մեր աշխարհաքաղաքական ամբիցիաների համար։ Ու դրա համար էլ իրանք օրինակ որոշակի քայլերի են դիմում, որպեսզի մեր հարգարժան ընդդիմությունն էլ գա այդ քայլերից ելնող խնդիրները այստեղ բարձրաձայնի, որ խոսալու բան ունենա, բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ամեն ինչ շատ լավ գիտակցում է։ Այսքանը, հարգելի գործընկերներ, ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի մեր սահմանած բարեվարկության բարձր շեմի շրջանակներում հանգուցակ լուծել այս իրավիճակը, չնայած ցածր շեմի պայմաններում էլ կհանգուցալուծենք, բայց ավելի լավ է բարձր շեմի պայմաններում հանգուցալուծենք, եւ ես առաջարկում եմ այսօր տխրեցնել մեր սիրելի լրագրողներին եւ նրանց ընդհանրապես նյութ չտալ, չնայած իրենք ձևը կգտնեն մի վերնագիր հիմա կգրեն։ Սիրելի լրագրողներ, սիրում եմ ձեզ։